Իսրայելի լոբին Վաշինգտոնում օգնում է Ադրբեջանին այս Զանգեզուրի հարցով։ Մեր մեջքի հետևս հա քննարկում են, այդպես էլ դուրս եղավ։ Ես որևէ լրտես չունեմ Վաշինգտոնում, բայց դա տրամաբանական է։ Մենք լինելու ենք նույն տեղը, որտեղ մենք եղել ենք 1878 թվականին Բերլինի կոնգրեսում։ Մենք լինելու ենք միջանցքում նստած, սպասելու ենք, թե մեծ պետությունները, տերությունները ոնց են որոշելու մեր ապագան։ Մեր ռեգիոնում, մեր պարագայում, ինչպես մեր խելքից իհարկե եւ մեր բախտից համընկնում է եւ Իսրայելի շահը, եւ Թուրքիայի շահը, եւ Ադրբեջանի շահը, եւ Միացյալ Նահանգների շահը։ Մեր ռեգիոնում Իսրայելին շատ ձեռնտու է, որ Զանգեզուրի միջանցքը գործի եւ Հայաստանը փոքրանա, հալի գնա, վերանա, որ այստեղ Իրանի կոմունիկացիաները կտրվեն հյուսիսի հետ։ Սա թույլատնում է Իրանը, Իսրայելի ամենակարևոր թշնամին, այսինքն Զանգեզուրի միջանցքը համապատասխանում է Իսրայելի լոբիին։ Եվ եթե հիշում եք, ես ասել էի արդեն 6 թե 9 ամիս առաջ, որ ես հաստատ համոզված եմ, որ հիմա Իսրայելի լոբին Վաշինգտոնում օգնում է Ադրբեջանին այս Զանգեզուրի հարցով։ Մեր մեջքի հետևս հա քննարկում են, այդպես էլ դուրս եղավ։ Ես որևէ լրտես չունեմ Վաշինգտոնում, բայց դա տրամաբանական է։